Այդ մեծ սիրո մուտքը քեզ փոխեց, թե հենց ավոյի տեսակը։ Ավոյի տեսակը իհարկե։ Ավոն բաց է, չէ՞ շատ։ Այ Նույնը ես եմ վերջ, դու ես ու վերջ։ երկնքում է, գոռոզ է, չշփվող է։ Ստեղից այսօր ուրիշ տեղում պետքա լինեի։ Ես չհասցրի վայելել փառքը։ Քեզ հայտնիությունը ոչ մի ձև չշեղեց, փաստորեն։ Վայ, ես այդ չաթերը չեմ սիրում։ Մի րոպե էլի, ես եմ հասել։ Էգոիստ չեմ եղել, բայց սառն էի։ Բայց լրիվ նույնը ես այն միտք ես ասում։ Այն որ երրորդ օրը քեզ թվում է դու քո երազած աղջիկն ես։ Լավ էլի նույն։ Իմ երգը սիրում են, ինձ ընդունում են։ Բայց ոնց որ նոր բաներ ես բզբզում։ Երբեք չեմ տխրում, երբ իրան հիշում եմ։ Երբ այն որ քո ձայնը, քո հզոր ձայնը լսվում է ձեր տանը։ Երբ որ երգում է իմ հոգին, մոտ եմ շատ, չես լսել։ Նույն ջան, Հա ջան, այնքան ուրախ եմ քեզ տեսնել։ ես էլ։ Ինչ հետաքրքիր է, էլի։ Դու էպոխա ես, սենց շատ մեծ ես, շատ տարածք ես գրավում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այստեղից պետքա չսկսեի միջից մեր զրույցը, բայց մտքից հիմա այդ եկավ։ Բայց մեր հանդիպումների ժամանակ ես հասկանում եմ ինչքան դու հողին կպած, ճիշտ մտածող, ամպերի մեջ չսավառնող, սենց կարքին մարդ ես։ Քեզ հայտնիությունը ոչ մի ձև չշեղեց, փաստորեն։ Գիտես, հետաքրքիր տպավորություններ են ինձ մոտ միշտ եղել, որ իմ երգը սիրում են, ինձ ընդունում են, անդադ կասկած է եղել այն մեջ ու երբեք ինձ մոտ այդ աստղային վիճակը չի եղել, որովհետև չեմ հասցրել վայելել այդ ամեն ինչը, որովհետև համերգ, ձայնագրություն, ճամփորդություն, այդ հոգնած վիճակներ եւ այն этаպը, երբ որ 1998-ից այս կողմ էլի։ Դե մինչ այդ իհարկե Արթուր Գրիգորիչի այսպես հովանուտակ էինք բոլորս, այն ժամանակ բոլորս հավասար էինք։ Ես չէի զգում, որ ես տարբերվում եմ մյուսներից։ Մենք մի թիմ էինք։ Դրանից հետո արդեն որ սկսվեց այդ բումը, ես չհասցրի վայելել փառքը ու հիվանդանալ այդ հիվանդությամբ։ Հիմա էլ երբեմն ինչ որտեղ երբ որ այցելում եմ, մտածում եմ կճանաչեն ինձ նոր սերունդ է, միգուցեև չճանաչեն։ Հիմա դե փոխվել է, չէ։ Ուրիշ շատ լավ նոր երգիչներ ունենք, բայց չէ, հասկանում եմ, որ ինձ ընդունել են, ինձ սիրում իմ երգը, իմ արվեստը սիրում են, ինձ դեռ չեն ճանաչում, կարող եմ ասել, դեռ։ Որովհետև իմ մասին կարծիքները շատ տարբեր են։ Ինչպես որ նշեցիր, երկնքում է, գոռոզ է, չշփվող է եւ այլն, բայց պետք է ճանաչեն, որ իմանան, թե ես ով եմ։ Իմ ընկերները ինձ շատ լավ գիտեն, իմ գոլեգաները շատ լավ գիտեն, իմ բնավորության գծերը։ Իսկ ո՞րն էր այն պահը, որ այդ խառնաշփոթի մեջ, բայց դու ամեն դեպքում հասկացար, որ հələ մի րոպե էլի, ես ուր եմ հասել։ Ինձ թվում է դեռ չեմ էլ գիտակցում այդ ամեն ինչը, չեմ կարողանում զգալ ֆիզիկապես։ Ես նորմալ մարդ եմ, ինչպես որ բոլորը հասարակության անդամ եմ։ Իսկ ուզել ես փոքր ժամանակ ոչ մի բանով, որևէ մեկից։ Փոքր ժամանակ ինչ որ տենց իմիտացիաներ արել ես համերգների։ Իհարկե, ես երազել եմ։ Իմ երազանքներ լինել Ալլա Պուգաչովայի համերգին իհարկե չի եղել, չի ստացվել մինչև հիմա, բայց միևնույն է իմ կումիրը ինքն է եւ մինչև հիմա։ Իսկ սիրածդ երգը։ Շատ են, չեմ կարող ասել։ Լավ, top 3 ասա Ալլայի։ Դե մանկության երգերս Iceberg-ներ, որ ես կատարում էի, Старинные часы, ու էլի շատ այդ դիսկը կար, որտեղ որ այդ բոլոր երգերն էին, իսկ հիմա արդեն նոր երգերը, որ ամեն մեկը մեկից մեծ, հզոր, խորը։ Այս վերջին երգերն էլ ես այդպես սիրում։ Հա, Կրիստինայի հետ դուետն եմ շատ սիրում, շատ։ Օ, հետաքրքիր է մեզ դիտողները ինչքանով են սիրում։ Հա, մեր համար դենց Ալլաներ։ Եվ որ երգերն եք սիրում Ալլա Պուգաչովայի։ Եթե լսում են նոր սերունդը։ Դե գիտես մեզ նայողները, ես չեմ կարծում հիմնականում նոր սերունդն է։ Դե մեր սերունդի մարդիկ բնականաբար չեն կարող չլսել։ Շատ հետաքրքիր, լավ թեմա եկավ, իրոք։
կգրեք մոտավոր քանի տարեկան եք, չնայած այդ տարիք հարցնելը սիրուն բան չի, բայց մոտավոր ուզում եմ հասկանալ, էլի, ովքեր են մեզ նայում հիմնականում, որովհետև սենց շատ ակտիվ դիտորդներ ունենք, ինձ շատ դուր է գալիս, որ մենք սենց տեսնում եմ տակը նենց քննարկումներ են, հասկանում եմ, որ մենք երկուսով չենք հյուրի հետ, իրանք մեր հետ են, այնպես որ տենց մոտավոր կարող եք սենց աչքով տալով ձեր տարիքը գնել, չգիտեմ, մինչև 30, 30-ից 40 տենց մի բան, 40-ից 50, նուն դու քո տեսակով փոխվել ես, հա, ինչ ես դարձել, ավելի շփվող եմ դարձել, այ որովհետև ես դա զգում եմ, ուզում եմ տեսնեմ, մենք ճիշտ ենք զգում, հա, իհարկե, մինչև Ավոյին հանդիպելը ես ավելի ինքնամփոփ էի, փակ էի, մարդկանց նկատմամբ, ընկերների ծանոթները, չէ, միշտ նույնն եմ եղել, զգացմունքներս ցույց տալու առումով շատ պինդ էի, հետո Ավոյի հետ բացվեցի նախ սիրային հարաբերության մեջ, իմ սերը ցույց տալու, հետո երեխաների արդեն նկատմամբ այդ ամենօրյա գովքը, սերը, գուրգուրանքը, դու ցեն ճիքյարով մաման ես, հա, իհարկե, հա, ու մինչև էդ ես օրինակ երեխաների նկատմամբ ուրիշ կերպ էի, նո սառն էիր ավելի, հա, էգոիստ չեմ եղել, բայց սառն էի, հա, ես իմ գործը, իմ ճամփորդությունները, իմ երգերը ընտանիքիս առանձին, բայց հիմնականում զբաղված էի ինձնով։ Այսինքն այդ մեծ սիրո մուտքը քեզ փոխեց, թե հենց Ավոյի տեսակը։ Ավոյի տեսակը, իհարկե։ Ավոն բաց է, չէ՞ շատ։ Այ չափազանց բոլոր առումներով։ Բաց նաև նշանակում է տվող, վերցնող, խոցելի, այդ ամենը միասին։ Նաև ինքը կույս է, կույս ու կշերք։ Մեջտեղում է, 23-ն է, էլի հենց անցումային։ Ու եւ այնտեղից ունի բնավորության գծեր եւ այնտեղից անդադ կշերքի, հա, ոնց, հա, կարող է, իսկ բա ոչ, սենց։ Ու դու հստակ։ Հա, ու ես, հա, ավո։ Ճիշտ է գիտել գտել։ Իսկ երբ որ ես եմ մի քիչ բան լինում, ինքը իր թեթևությամբ, հումորներով եւ ամեն ինչով մեր բոլոր խնդիրները անցնում են առաջ։ Ինձ նենց տակրկիր է, դու ոնցն ես կենցաղում, ես եղել եմ մի անգամ քո տանը, ու սենց դու քո տունը, կենցաղը, ամեն ինչը ճիշտ տեղը եւ այլն բան, բայց ոնց ես տարանջատում, որ չգիտեմ, օրինակ, համերգից եկար տունը լավ թափած է, ինչ անում Նունե Եսայանը։ Նախ որ գալիս եմ տունը լավ թափած չի լինում, որովհետեւ մինչեւ համերգը ես արդեն, բայց կարող է հասցրել են այդ 2-3 ժամվա ընթացքում։ Հա, երեխեքը, հա, օքեյ։ Միևնույնն է, գիշերը գործ չեմ անի, բայց ամբողջ գիշեր անհանգիստ կքնեմ, բնական է, եւ առավոտյան վեր կկենամ, կազմակերպված, արդեն գիտեմ որտեղից պիտի իմ մոտ լրիվ էստեղ է, երբ որ ես ինչ-որ բան պիտի անեմ, պլանավորվում է համերգ, ձայնագրություն, հարցազրույց կապ չունի։ Մեկ օր առաջ այսպես շարբեշարան, կոշիկները, հագուստը, մեյքափը, եթե տանգործերը կա, տանգործերը, սա։ Եվ միշտ շատ պունկտուալ։ Քո հետ պայմանավորվելիս միշտ այնքան պունկտուալ ես։ Ժամանակից էլ շուտ եմ գնում, հանդիպման վայր, ու միշտ զայրացել եմ ուշացողներից, միշտ։ Գիտես, ոչ մի արդարացում ինձ չի համոզում։ Դե լավ, երբեմն ինչ-որ չգիտեմ, այդ ինչ ֆորս մաժոր պետք է լինի, որ ես հավատամ, որ այդ այդպես։ Ու դու մտածում ես, որ եթե ես կարողացել եմ կազմակերպվել, իմ ժամանակը միայն մի օր չէ, ամեն օր, միշտ։ Եթե ես կարողանում եմ, ուրեմն բոլորն էլ կարող։ Իսկ տնեցիների մեջ կա ուշացող։ Չէ, ասե, դե երեխեքը գիտեք։ Որ մի քանի անգամ պետք է ասես։ Հա, մինչև պատրաստվեն։ Իսկ այդ դեպքում է, որ սենց 4 անգամ ասել ես նույնը։ Երբ այն որ քո ձայնը, քո հզոր ձայնը լսվում է ձեր տանը։ Վերջի անգամ զգուշացնում եմ, որ ես այսինչ ժամին դուրս եմ գալիս տանից։ Կլինեք ինձ հետ, դուրս կգաք։ Չեք լինի, դուրս չեք գա։ Բայց գոռալը երբեմն կա, չէ՞։ Գոռալը կա, բա իհարկե։ Ինչ հայ ընտանիք որ գոռալ չլինի։ Մի հատ լավ չգոռաս, սիրտդ հովանա։ Իսկ կենցաղային գործերից որից ես զզվում։ Ոչ մեկից էլ չեմ զզվում։
յուրաքանչյուր կենցաղային գործի ես նախապես, եթե նույնիսկ չեմ սիրում, պատրաստում եմ ինձ ու սկսում եմ հաճույք անել ու հաճույք ստանալ։ Լավ, շոքին արդյունքից հաճույք ես Հա, ստանում։ իմ ֆենը ունեմ, ես դնում եմ կողքիս, միացնում եմ, ֆենը փչում է, ես էլ հարթուկ եմ անում։ Պարտադիր չի կոնդիցիոներ լինի։ Խոհանոցում ինչն է, որ վայ նունեի սարքածը շատ լավն է։ Խոհանոցում շատ տարբեր, շատ։ Ամեն ինչ, հնա չկա այնպեսին բան, որ ես չկարողանամ պատրաստել։ Ու ես միշտ զարմանում եմ, որ կանայք, «Վայ, չէ, ես դա չեմ կարող պատրաստել»։ Չի ուզում պատրաստի ու վերջ։ Բայց մանավանդ հիմա այնքան հեշտ է, Հնարավոր չի ինտերնետում չկարողանալ, բառ չկա այս աշխարհում։ Չուզել, չցանկանալ։ Ամեն ինչ, ինչ որ մտքից դրեցի կպատրաստեմ։ Ու շատ համով։ Իսկ Տիկին Փիրուզան էլ է Տիկին Փիրուզան, հայկական տրադիցիոն բոլոր ճաշատեսակները։ Իսկ ինչ ձևի մամա ես դու, որի մեր երեխեքը պետքա, չգիտեմ, միայն առողջարար սնվեն, բան, չէ։ Չէ։ Ես եկել եմ այն համոզման, որ ինչքան էլ արգել ես, միևնույնն է, միայն տանը կարող ես դա անել։ Դպրոցում, հետո գնաց համալսարան, հետո գնաց ընկերների հետ։ Դու չես կարող անդադ երեխային մանավանդ մի քիչ էլ մեծացավ արգել ես։ Որքան կապրենք, ավելի լավ է անենք այն ինչ ուզում ենք, քան մեզ զրկելով ապրել, վայ, ես չէ, վայ, այն չէ, վայ, այն չէ, ես Բայց դրան եկել ես։ Այդ տեսակը չեմ։ Միշտ եմ եղել։ Միշտ ես եղել։ Միշտ եմ եղել։ Դու կհանդեպել ես այդպես։ Հա։ Ուզում եմ կոկա-կոլա խմեմ, խմում եմ կոկա-կոլա։ Դե լավ, դու նաև գիրացող չես, դրանից էլ այնց։ Okay, լավ, ուրիշ մի բան։ Ուզում եմ սա անել, անում եմ սա։ Ինչու զրկեմ ինձ, կյանքը այնքան կարճ է, որ զրկես, որ մի քիչ երկար ապրես, այդպես չի կարելիներով։ Իսկ սպորտը քո մասին է։ Երբեմն Փուլերով, փուլերով, հա, մի հատ կպնում եմ, ասում եմ, այն որ երրորդ օրը քեզ թվում է դու քո երազած աղջիկն ես, արդեն եմ որ sense։ Մարզասրահ։ Չէ, տանը, յոգա։ Հա։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ մի շաբաթ, հետո վերջ։ Հետո էլի էտապներով այդպես։ Ես մի քիչ այդ առումով ալարկոտ եմ։ Իսկ օրվա ընթացքում ո՞րն է այն պահը, որ այ հենց քոնն է, ուրիշ ոչ մեկը Իմ սենյակում, անկողնում, իմ հեռախոսը խաղեր եմ խաղում հեռախոսով, սիրում եմ շատ խաղեր խաղալ։ Դա մի քիչ քեզ Սիրում է։ հա, մտքեր։ Ինչ ես խաղում։ Վայ, տարբեր, շատ տարբեր։ Որ շարիկներ են գալիս, Շարիկներ, մարիկներ, բանի խաղեր, կարտի հետ կապված, կարտերի հետ կապված։ Ես ազարտով եմ եւ սիրում եմ ազարտային խաղեր։ Տունը քո համար կարևոր է, չէ՞, կարոտում ես, որ նահանգներում ես լինում։ Հա, շատ։ Ուր էլ լինեմ, որ երկիրն էլ գնամ, ինչ լավ հյուրանոց էլ լինի, այդ մի շաբաթը 10 օրը, չգիտեմ որքան լինի, վայելում եմ։ Բայց միևնույնն է, գալիս եմ տուն ու իմ անկյունը։ Իսկ որ անկյունն ես տան շատ սիրում։ Բոլորն էլ սիրում եմ։ Եթե հյուրեր են լինում, հյուրասրահը, եթե ճաշ են պատրաստում, խոհանոցը, բոլորն էլ։ Ինչքան ինձ թվում է աշխարհը խառն է դառնում, այդքան ավելի շատ են, գիտես, այդ մեր անկյունը, այդ մեր մահճակալի վրա այդ րոպեները, ինչ բաներ կան, որ այնքան ենք ավելի գնահատում։ Ննջասենյակն է իմ հանգստի տեղը, հա։ Իմիջիայլոց ուզում եի ասել, որ նաև այս նոր արարությունները էլի ինչեր են իրենց հետ բերում, այն որ տանը դու կարաս ունենաս սպա։ Հիմա քեզ ուզում եմ ասել Գրոհեի մասին, հաստատ գիտես Գրոհեն։ Ուրեմն Գրոհեն, որը իմիջիայլոց ձեր հարևանությամբ են, Սայեդ Նովայի վրա են, 25 տարի է այնտեղ են, Գրոհեի այդ ներքևի հարկում, Գրոհե Center Armenia-ի ներքևի հարկում կա սպա։ Այսինքն ջրային տարբեր լուծումներ, լույսային, ջրային, ձայնային, որ դու քո լոգասենյակը կարող ես դարձնել տենց մինի ինչ որ աշխարհի։ Նույն որ տեսնում ես այդ ամենը, ես քեզ հավատացնում եմ, մոռանում ես բոլոր քո ցանկությունները, wish list-ը չէ լինում, ինչ ես ուզում։ Ասում ես այդ ամեն ինչը չեմ ուզում, ես սա եմ ուզում, որովհետև այդ տանը, որ պատկերացնում ես, կարող ես այդպես ինչ որ հետաքրքիր ցնցուղներով, ձայներով, տարբեր կողմերով, ունենց որ ֆանտաստիկ տեղ է, Grohe Center Armenia, քո հարևաններն են։ Շունիկի հետ որ պատտվում եք, տեղով անցեք։ Կանցնեմ, բայց քեզ մի բան ասեմ, ընդհանրապես կապ չունեմ ես այդ ամեն ինչի հետ։ Ջրային բաներ չես սիրում։ Ոչ մի բան։ Ինչ ես Ոչ սպայի հետ կապված ոչինչ։
Դեմքի խնամքի հետ կապված ոչինչ։ Դե ասեցի մարզանք եւ այլն ոչինչ։ Բա ի՞նչն է այդ քո սիրելի պահը, որ դու լավ աշխատել ես, հոգնել ես, հիմա որ ասում ես ես այսօր կամ վաղը պետք է մի հատ ինքս ինձ նվեր անեմ։ Օրինակ իմ համար հաճախ դա սպանա։ Բնություն կարող մեծ աճիկով ջրի ապ, որևէ, բայց ամառ լինի, ցուրտ էլ չեմ սիրում, անտառ լինի, ծառեր լինեն։ Իսկ ինչ ես անում, դու մենակ գնաս թե երեխեքին ես ասում ավոյին։ Չէ, մենակ Գնում ես։ Չեմ գնում, բայց դա կլինի ինձ համար հաճելի վայր։ Չէ, եթե պետք է երեխեքի հետ գնաս։ Նույն, բայց ինչ հետաքրքիր է, նայ, դու նենց ես պատմում, որի մոտ տպավորություն էր, որ դու դա անընդհատ անում ես։ Դու դա պատկերացնում ես։ Դու գիտես, որ դա քեզ կուրախացնի ու չես անում։ Ես այնքան հակասական մարդ եմ։ Երկար ճանապարհ չեմ սիրում գնալ։ Օրինակ ասում եմ, չէ, ջրի ապ գնանք, ու դա որտեղ կլինի, այսինչ տեղը։ Որքան է տևողությունը, այսքան։ Գնացի, վայելեցի, հետո մի ժամը ես հետ պետք է գամ, չէ։ Այդ վայելածս ոնց որ հավասարվի 0-ի։ Հիմա չեմ հասկանում, ալարկոտ ես թե ժամերի հաշվարկները։ Չգիտեմ ինչ եմ։ Այդ սա հաշվարկը որ անում եմ, ասում եմ ավելի լավ է չգնամ, լավ, անկողինս լավ է տուննա, օքեյ, լավ։ Իսկ քո մոտ լինում է, որ հյուրերը գալիս են կամ ընկերներով միտեղ գնում եք, որ sense մեծ լավ խմեք, ուտեք, sense քեֆ անես։ Հեսա կհիաստափես։ Էդ էլ չի լինում։ Ոչինչ չի լինում։ Ես չեմ էլ խմում։ Ոչ ծխում եմ, ոչ խմում եմ, ողջ կյանքում խմել եմ այդպես, ասենք, շամպայն, գինի, այդպես ժամանակ եմ, այս մոտ 15 տարի է չեմ խմում ընդհանրապես, ոչ մեկում, որովհետև չգիտեմ ինչա կատարվում ինձ հետ, ծխելը դե երբեք չեմ ծխել։ Հոբի ունես։ Հոբի, հա, ժամանակ առ ժամանակ հոբիները փոխվում են ինձ մոտ։ Շատ տարբեր են։ Մի ժամանակ ինչ որ բիժուտերիայի հետ կապված անդադ պատվիրում էի հետաքրքիր բաներ, հետո անցանք արհեստական ծաղիկների տանը զարդարելու, մտածում էի որ թարմ ծաղիկներ անընդհատ է տանը, գիտեմ որ վնաս է արհեստականը, բայց միևնույնն է սիրում եմ երբ որ տանս միշտ ծաղիկներ են լինում, էլի Amazon-ը դարձել էր իմ ընկերը։ Այնքան պատվիրեցի, հետո անցա կոնֆետներին։ Հետաքրքիր կոնֆետներ, տարբեր ձևերի, գույների եւ այլն։ Էդ էլ անցավ։ Հիմա անցել եմ պարֆյումների ինչ որ հետաքրքիր, առաջ 2 պարֆյում ես գիտեի, էդ էր եւ վերջ էլ ոչ մի բան։ Հիմա ասեցի մի հատ ուսումնասիրեմ, էլի կարող է ուրիշ բաներ էլ կան աշխարհում։ Պարֆյումներ էլ ինձ դուր գան, ու հենց հիմա ինչ որ մտել եմ պարֆյումներ։ Օ, հետաքրքիր է, վերջին տենց քեզ գրաված բույրը ո՞րն է։ Ես Կիլյաններն եմ հիմնականում օգտագործում, Կիլյանի մասկուդը ինչ որ հետաքրքիր նոր, ինձ համար նոր էր։ Եվ շատ եմ ուզում, հələ դեռ ծանոթ չեմ Լուի Վիտոնի այդ սիմֆոնի։ Լավն է։ Շատ լավն է, բայց իրականում ես այդ հավաքածուից, որը կոչվում է Extrait Collection, եթե չեմ սխալվում, դրանք haute couture օծանելիքներն են Լուի Վիտոնի։ Ես գիտեմ, որ մարդիկ հիմնականում սիմֆոնիով են տալվում։ Հա, դեռ ուզում եմ բայց նույն Stellar Times-ը դա երազանքա, դա քիչ արտադրվում, ես այդ Stellar Times-ի հետևից մի տարի երևի վազ ուզել եմ մինչև վերջապես ունեցա։ Stellar Times-ը իմ համար հիմա այն ամենաառաջիններից է, բայց առհասարակ Լուի Վիտոնի բույրերը լավն են, իսկ քո ասածը այդ հավաքածուն նաև շատ մնայուն են։ Հա։ Օ, մի բան էլ ասեմ։ Շեղվում ենք թեմայից, բայց հոգի հարազատ թեմա է, էդ էլ ասեմ ու փակենք։ Հիմնականում օծանելիքները այսպես են ունենում են top նոտաներ, այդ առաջինն է։ Հետո գալիս է սրտի նոտաները եւ գալիս են արդեն մնայունները, հիմնականները, ինչ որ մնում է։ Այդ կառուցվածքով են հիմնականում օծանելիքները ստեղծվում։ Լուի Վիտոնի այս հավաքածուն, այս haute couture հավաքածուն այդ ձևով չի, դրանով էլ է տարբերվում։ Այսինքն ինքը ունի այդ նոտաները, ինչ որ առաջարկում է, հստակ դա է սկզբից մինչև վերջ։ Էդ էլ է հետաքրքիր։ Հետաքրքիր։ Ահա։ Դե արվեստ է, պետքա հասկանաս։ Շատ հետաքրքիր է ուսանելիքի աշխարհը։ Հա, ընդհանրապես յուրաքանչյուր ասպարեզ։ Օրինակ շուն ես չէի ունեցել։ Ինձ թվում էր խաղալիքա պետք է բերենք տանը պահենք, վայ ինչ լավ է։
հետո հասկանում ես, որ մի հատ լրիվ ուսմունք է, պետք է ուսումնասիրես, շանը ինչպես հասկանաս, իրեն պահելու այդ արվեստը եւ այլն, եւ այլն։ Քանի տարի ունեք շուն։ 4 տարի է արդեն։ Ինչ էր բարոդան փուջուրիկ էր, չէ։ Welsh Terrier, այդ էլեկտրոնիկի շունը որ կա, նրա փոքր բարոդանը, նա էլ չի մեծանում, նա մեծ է։ Էլեկտրոնիկն է լավ մեծ է։ Նա մեծ է, սա կես ոնց որ։ Կարոտում ես։ Իրան կարոտում եմ շատ։ Որ նահանգներ եք գնում։ Իհարկե կարոտում եմ, բայց եթե ինձ հարցնեն էլի շուն կպահես, կասեի ոչ։ Հա, կապվածությունը շատ է, չէ։ Դժվար է, շատ դժվար է։ Բայց այս վերջին տարիներին նկատել ես, այդ ինչքան Շատ են։ Գիտես ինչի Ռուսաստանից, որովհետև շատ եկան ընտանիքներ, որոնք կենթանիների հետ էին, շների հետ էին։ Ես համալսարանի Բաքում եմ, չէ, ապրում։ Ու այդ իրանց ստեղն է։ Ամեն երեկո դու տեսնես, որքան են շատացել։ Իսկ ամենաշատում ա սիրում շունիկը։ Ավոին, իհարկե, ավոին։ Ավոն, իրան ամենաշատում։ Այո, ինքն ու ավոն Փոխադարձ սերա։ սերը։ Նույն ավոն փոխվել է տարիների ընթացքում։ Հա, բավականին։ Ավելի նստել է։ Նստելա, այո։ Նենց տակրկիրա ես ավոին հիշում եմ օպերա ակումբի բեմին, սենց ֆրանսերեն երկելը վարում էր կարծեմ։ Հա, երկը վարում էր, հա։ հետո արդեն դուք սենց իրար հետ ու հիմա սենց շատ իմաստուն, սենց նստած։ Դե հա, իհարկե։ Մեծանում ենք, բոլորս էլ մեծանում ենք։ Ավոն երկու տեսակ է հիմա։ Էլի այն կրակոտ եւ այլն, երբ որ ինքը շատ լավ տրամադրություն ունի, ամեն ինչ լավ է։ Երբ որ ինչ որ մի բան իրան դուր չեկավ, դառնում է ուրիշ մարդ։ Տխուր, նեգատիվ, վայ չէ, վայ էս, այն նշեցի, չէ, այդ իր նշանի հետ կապված։ Ուրեմն պետք է միշտ ուրախ պահենք, միշտ ուրախ։ Նույն բայց հասկանում ես, որ Կարծում եմ յուրաքանչյուր տղամարդ։ Էդ էի ուզում ասել, որ ինչ հետաքրքիր է, որ տղամարդիկ հիմնականում այդ պահը ունեն, որ ոնց որ իրանց ինքնազգացողությունից, չէ, իրանց տրամադրությունից աշխարհը փոքր փոխվում մի է։ բան, հա, գործի հետ կապված, ինչ որ մի բանի հետ կապված։ Ու դրա կողքը կանայք։ Հա, հիմա ես եմ դարձել իրեն սփոփողան, ընդհատ աբոդելա։ Չէ, դու ես քեզ ինչքան տեսնում եմ, հիմա դու սենց շատ ինչպես դու ասացիր, եւ ավելի շփվող, հա, եւ ավելի դրական, եւ ավելի կազմակերպիչ եւ այլն, բայց այդուհանդերձ մամայական չաթերում լուր ես։ Հա, վայ, ես այդ չաթերը չեմ սիրում, վայ, Հա, նույն է, բայց մի բան չկա, որ օրինակ ասես ես այդ բանին դեմ եմ։ Չէ։ Ոչ մի Ես չեմ էլ բանին։ մտնում այդ չաթերը։ Չես իմանում։ 12 տարի Հենրիներ դպրոցում այդ չաթը իմ ծնկ ես ամենավերջում նայում էի տեսնեի ինչի մասին էր ու վերջ ասում եմ այո կամ ոչ ու նույնն էլ Էլիզաբեթը Գիտես, չէ, հիմա AI-ը նենց մի հատ լավ գործիք կա, քեզ պետք կգար։ Նենց որ շատ խոսում են, մտնում ես, օրինակ եթե Viber-ում է խումբը, մի անգամից ինքը պատմում է, summarize է անում, ինչ են խոսել, քեզ դա պետք հա կգար։ իտոգը էլի հա իհարկե հա ես մեծ հաճույք չնայած ես որ նայում եմ արագ սենց անցնում եմ մոտավորապես գիտեմ ինչ չէ, ես չկամ այդ չաթերում։ Հիմա էլ, ասենք համերգային ինչ որ բաներ ա լինում, չէ, խմբակային համերգներ բոլորս միասին, էլի չաթա լինում, որ սկսում են երեխեք մի հատ սկսում են հումորներ անել, անել, մի խոսքով։ Դու կազմակերպիչ տեսակը չես։ Ես եթե կազմակերպում եմ, այդ ես եմ, всё։ Ես սա անում եմ, կազմակերպում եմ, բայց չեմ սիրում ամեն ինչ մանրամասն անել։ Ժամանակի կորուստակով համար։ Վերջի բանը, ամփոփումը։ Սա այո, ոչ, եղավ, չեղավ, իմ մոտ շատ այսպես կոմպակտ է։ Իսկ երեխեքը երբևիցե բողոքել են, որ չգիտեմ, մամա, այս ինչ բանը մենք չէինք իմացել կամ իմ ու Հենրի կռիվը դա է։ Ինչ չէիր ասում, բա նախապես, որ սա սենց է լինելու, ունանենց է լինելու, ասում եմ, բայց այդ սաղ ինչ ձեր ինչին է պետք որ իմանա։ Դե որ ասես մենք իմանանք, որ ինչը ինչի համար է, ինչի պիտի արագացնենք, ինչից ենք ուշանում եւ այլն, որ ասում եմ շուտ արեք, հետո բացատրում եմ, ախր սա սենսպես էր, բա ասում եմ, դե ասեիր, որ մենք էլ իմանայինք։ Ես որ այդ սաղ գիտեմ ու սաղ կազմակերպել եմ, մտածում եմ, որ իրենց պետք չի այդ ամեն ինչը, այդ խոհանոցը իմանան։ Պարզվում է, որ երբեմն պետքա մանրամասն։ Իսկ ով է քո կտորը երեխեքից։ Հենրին կարիճա, լրիվ ուրիշ մարդ, լրիվ։ Ռեալ, ուղիղ, ոչ մի զգացմունքային բան։ Նույնիսկ լինելով քո ու ավոյի տղան, ինքը արվեստը չընտրեց։ Չէ, չընտրեց։
Բայց Էլիզաբեթը, Էլիզաբեթը այնքան անդրել որ չգիտենք որը ընտրենք։ Այդպես խառնա հիմա։ Դու ինչ կուզեիր։ Դες մամայական ինչ կուզեիր։ Որտեղ որ իրան հանգիստ կլինի, բոլոր իր բացի դերասանությունից, որը կոլեկտիվ արվեստ է, մի քիչ դժվար է կոլեկտիվի հետ, որովհետև պետքա անդադ հարմարվես ուրիշներին։ Իսկ երբ որ մենակ ես, լինես երգիչ, լինես նկարիչ։ Բայց նույնը ես այն միտք ես ասում, բայց հա, էլի պետքա դու ինքդ քո գլխի տերը լինես։ Շատ ներողություն, եթե տեսահոլովակ ենք նկարում, խմբակային արդեն մտնում եմ կամ եթե համերգ եմ կազմակերպում։ Պատկերացնում ես ինչքան մարդու նազ պիտի տանես, որքան խնդիրներ, այդ ուշացումներ, ոչ կարգապահություն, թերացումներ, որ բոլորը քեզ նման չեն, արագ չեն։ Ես շատ արագ եմ ամեն ինչում։ Տունը մաքրելուց արագ եմ, ճաշ արագ եմ, մտածելուց արագ եմ, շատ արագ է ինձ մոտ ամեն ինչ։ Բայց ամեն դեպքում ոնց որ եւ տեսակով եւ նաեւ գեներով, հա, արվեստի մեջ ավելի ավոն է։ Այսինքն քանդակում է, չէ՞ լավ։ Հա, իհարկե։ Իրա մոտ շատ ավելի։ Իրանք ուզում էին միասին ինչ որ ցուցահանդես անեին, թե տենց միտք կար, չէ՞։ Ում հետ։ Հայր ու աղջիկ ցուցահանդես։ Հա, դե այդ որ եղավ Երևանում դու կարծեմ եկար, չէ՞։ Հա։ Այնտեղ մի գործ կարծեմ եղավ։ Հա, բետիկից մի գործ կար այնտեղ։ Այդ ժամանակ այդ մեկն էր նկարել։ Մեծ, շատ մեծ գործ։ Իսկ հիմա Ավոյի ցուցահանդեսը հաջորդը որտեղ է լինելու։ Մեկը եղավ Դալլասում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մյուսը կլինի Նյու Յորքում, հաջորդը կլինի Լոս Անջելեսում ու դեռ շատ կան, այսինքն մենք հիմա ինքը հետևում է այդ ինչպես են ասում կամպանիաներ, որոնք հենց զբաղվում են դրանով, գրանցվել է ինքը այդ բոլոր բաներում։ Մի խոսքով այնտեղ հենց որ նշмарվում է ինչ որ ցուցահանդես, դու դիմում ես եւ մասնակցում ես այդ ցուցահանդեսներին։ Ինչ ես կարծում կարոտում է բեմը, երգելը։ Չի խոսում դրա մասին, ինքը ասում է որ նկարչայս սրա մեջ իրան շատ լավ ազգում, ազատ ազգում, հանգիստ ազգում։ Նույն գիտես նոր մտքովս ինչ անցավ, ախր դուք երկուսդ երկող, կարար ավելի տենց երկող զույգ պրոյեկտ լիներ։ Ինքը շատ լավ է երգում։ Էդեմ ասում։ Եվ իր ձայնն է յուրահատուկ։ Ոչ ոքի նման չի ու շատ տարբերվող է։ Ու հաճելի է լսելը։ Բայց ոչ մի կերպ ինքը իրեն երգիչ չի համարում ու չնայած ես կուզենայի որ ինքը աներ ներկայացումներ եւ լիներ նկարչություն, արտիստիկա ինքը եւ նկարչություն եւ ասմունք եւ երգ, այդ ամեն ինչը սինթեզ մեկ բեմի վրա հնարավոր է դա անել, բայց դե ժամանակա պետք։ Իսկ երկուսով այդ միտքը եղել է որ ասենց որպես նախագիծ։ Ես չի ուզենա խանգարել իրեն, կուզեի ինքը իր ողջ փայլով լիներ բեմի վրա։ Նույն այնքան ուրախանում եմ որ Հինանիում ասենք դե մենք այդտեղ ենք ապրում, այնց հաճելի է որ ասենց անդադ գնում եմ, նախ փորձում եմ երբեմն գալ, հիմա հաջորդ նպատակս քո համերգն է։ Ուսենց տեսնում եմ հարազատ դեմքեր։ Այդ համերգները քեզ ինչ են տալիս։ Վայ, ամեն ինչ։ Գիտես ինչ, երբ հրավիրում են ինչ որտեղ որևէ միջոցառման։ Այնտեղ կան մարդիկ, ովքեր քեզ սիրում են, բայց կան մարդիկ, որ նաև չեն սիրում, չէ։ Այդ 300-400 հոգու մեջ հնարավոր են, որ ու դետեկտորի նման ես զգում եմ։ Ինչ հետաքրքիր է, դու բեմի վրա Ես զգում ես բեմից զգում եմ, աուդիտորիան։ որտեղից ինչ էներգիա է գալիս։ Ու դա ուղղակի աշխատանք եմ համարում։ Գնացի, երգեցի 5-6 երգ, գումար էր, վաստակեցինք, եկանք։ Այստեղ ուրիշ բան է, այստեղ քո համերգն է, գալիս են միայն այն մարդիկ, ովքեր քեզ համար այդ օրը գալիս են այդտեղ, գալիս են քեզ լսելու։ Ու պատկերացնում ես ամեն երեկո այդ լավ էներգիան ստանաս։ 2 ժամ այդտեղ սնունդ էլ կա։ Այո։ Բայց դու չես զգում, որ իրենք սնվում են, որովհետև երգում են, որովհետև հետը հավասար երգում են, հարգում են քո երգած ժամանակ, իրենք շատ զգուշ են։ Չգիտեմ ոնց բացատրեմ, եւ այդ 2 ժամը փաստորեն համերգներ է, մենահամերգ է դա։ Ամսվա մեջ 2 օր
արտիստի համար հրաշալի է։ Ես ասեմ, որ դա հիանալի ֆորմատ է, սիրելի մեծ դիտողներ, եթե չեք եղել, Անի հյուրանոցի կողքն է։ Նախկինում Հին Արենի էր կոչվում։ Հիմա Հին Անի։ Անի Music Hall, հա։ Հա, Անի Music Hall հիանալի ֆորմատ է ու ձեր սիրած արտիստի հետ երեկո անցկացնելու տարբերակ է, որովհետև դուք միասին եք, միասին երգել, խոսք, շփում, այնքան Այդ ինտերակտիվ ջերմանցնում։ շատ լավն է, շատ հրաշալի։ Նաև վերջերս Շուշանի համերգին էինք Անիում, գիտեմ, որ այդ մտերմությունը ձեր միշտ կա։ Հա, Քո համար Շուշանը ո՞նցն է, այ քո Շուշոն։ Ոայ իմ Շուշոն, ունենց լավն է։ Հումորով։ Նախ ինձ համար մարդը եթե հումոր ունի, ուրեմն լավ մարդ է։ Երբ որ հումորը սան չեն հասկանում, ինձ համար տարօրինակ։ Նախ շատ հումորով է։ Հետո հավատարիմ անկեր է։ Լավ մարդ է։ Հայրենասեր է, մեծ, Այդ ինտելեկտուալ։ ոչ ոք իր նման չի սիրում այս երկիրը կարծում եմ ոնց որ ինքն է տեսնում ընդունում ինքը ուրիշ կերպ է Նույն իսկ այդ Շուշանի հումորների մեջ դու ես հակադարձում։ Ոայ մենք իրար հետ որ ընկնում Բոցեր եք անում, չես պատկերացնի մենք շատ լավ զույգ ենք այդ առումով հա մեկ որ սկսում ենք գիշերը կարող է ժամը 2-ին սկսենք իրար հետ կապ չունի կարող է մի հատ բառ գրի Գնաց։ նուն կարող ասենք ու այդտեղից սկսվում է վայ շատ կարող է շատ հիմա այտենց հաճախ չենք հանդիպում չենք շփվում բայց Նույն դու ու Շուշոն մի հատ պատկերացրեք էլի ժողովուրդ ասենց մի հատ ինչ ժամանակաշրջանն են ներկայացնում այնց մեծ ավարի որ իրար հետ խոսում եք այս նոր սերնդից անհնար է էլի ոսկորները չլվանեք ինչն է օրինակ որ ասում եք այս ինչ բանը վատ է այս ինչ բանը լավ է հակառակը մենք նոր ովքեր որ մեզ դուր են գալիս սկսում ենք նրանց մասին խոսել այ սա լսել ես չէ օրինակ ինքը չէ լավ չկան այնց որ ասում եք սա չպետք է երգի երաժշտություն ես չէ չկա որ ասեք այս ինչը պետքա չերգի դե վատին վատ չեք ասում տենց շատ չի ասի միգուցե ասենք բայց չբամբասենք չխոսենք չարախոսենք ոչ մի տենց բան ինչ որ բան ասեմ հա ճիշտ է վատներ հա չհաջողված էր լավ սխալ էր պետքա չաներ այսպես կարող բայց երբեք որևէ մեկի մասին տենց վատ բաներ չեք ասում իսկ նորերից ում եք սիրում ում ենք սիրում հա ոայ շատ տարբեր Սուջան արդեն Սուջանը նոր չի չէ բայց Սուջանը նույնիսկ դու այդ տեսակն ես որ օրինակ տեսար ինչ որ երիտասարդ ինչ որ զիլ գործանում ասես մի հատ գրեմ Instagram-ով մի հատ իրար հետ մի բան անենք գրել չէ բայց երբ որ իրանց տեսնում եմ ասում եմ որ շատ հաջողված պրոյեկտ է ու ինձ շատ է դուր գալիս իսկ ասես իրար հետ ինչ որ հետաքրքիր մի բան անենք թե չես ասի եթե զգամ որ ինչ որ բան կարա լինի կասեմ չեմ ասի թող իրենք ասեն չէ ես կասեմ նորարարություններից էս ինչ հետաքրքիր ֆլեշ մոբ եք սկսել քո նոր երգի հետ կապված ում գաղափարներ հոտառություն ունի հա իմ որոշեցի որ բոլոր ընկերներս այդպես հերթով շնորհավոր են ինձ ու այնքան հավես է որովհետև ամեն մեկը իր ձևով է ասում ամեն մեկը երգում է կամ շնորհավորանք ասում ու երգը շատ ավելի տպավորիչ է դառնում հա իհարկե դա ռեկլամի մի ձև է վերջին երգն է որոշեցի հա այդպես վերջին երգս բայց ոնց որ նոր բաներ էլ ես բզբզում նոր բաները բզբզվեց մենք տեսնում ենք Սիրուշոն հավաքում է ձեզ այո պատմի շատ լավ հետաքրքիր ծրագիր է անում ինչ որ տեղ է վերցնում ու մեզ բոլորիս հրավիրում է ով որ օրը կարողանում է գնում ենք նստում ենք քեֆ ենք անում լավ օր ենք անցկացնում ու եթե ինչ որ բան կծնվի այնտեղ ստուդիա էլ կա հավաքած մոտենում ենք երգում ենք այս անգամ երգի խոսքեր ծնվեցին ինքը ու Ավետը Բարսեղյան քո համար ես երաժշտություն ունեի ցույց տվեցի ու տեղում ծնվեց հիմա տեսնեմ շարունակությունը ինչպես կլինի բայց շատ ապրի Սիրուշոյի նման է որ հանգիստ կազմակերպում է դեռ փոքրուց էլի քան կազմակերպված այդքան նյուխով էլի հետ նյուխը ոնց են ասում այո նոհա էլի հա ու պատկերացնում Սյուզանը ոնց է վայելում որ իր ընկերներն են հարազատներն են իհարկե մենք այնտեղ տարիքային բան չի զգացվում գիտես չէ այո երբ որ այդ
բոլորս հավաքվում ենք, ընդհանրապես չենք զգում ով է մեծ ով է։ Բայց տարիքային բան չկա, նենց հետաքրքիր է, երբ փոքր ես, քեզ թվում է ինչ որ տարիքային տարբերություն կա, օրինակ, չգիտեմ, դու եւ քույրդ կամ եղբայրդ 3 տարվա տարբերություն ունեք։ Մեծանում ես, ճիշտ է։ Հետո եթե 40 տարի մասին, երաժշտության մասին ենք խոսում, տարիք չկա այդտեղ, Հիմա այնտեղ նոր երգ է ստեղծվել։ Իսկ տեսահոլովակներ տենց հին բառեր օգտագործեմ լինելու։ Դե հələ երգը ձայնագրեն։ Իսկ այն մեկը, որ մենք հիմա տեսնում ենք այդ ֆլեշ մոբը։ Շուտով տեսահոլովակ կլինի։ Մի պահ շեղվելով ուզում եմ ասել, որ դուք կարող եք ունենալ արևային կայան եւ մոռանալ հոսանքազրկումների մասին, եթե ձեռք բերեք Ital Solar-ից, ձեռք եք բերում արևային կայանը, ձեռք եք բերում կուտակիչը եւ լույսը, որ գնում է հոսանքը անջատվում է, դա ձեր նյարդերի վրա էլ չի ազդում, որովհետեւ դուք շարունակում եք ունենալ հոսանք։ Այն հին տարիներից որ սենց հիշում ես, ինչքան էլ ասում ես չհասցրեցի հասկանալ, բայց մենք բոլորս հասցրել ենք հասկանալ, մենք բոլորս դա հասցրել ենք, ինչ կբերեիր հիմա, այն ժամանակվանից չգիտեմ, Instagram-ը կբերեի ու այս հնարավորությունը ամեն վարքյանը ձայնագրելու հաստ ունենալու։ Պատկերացնում ես այն ժամանակ դու քո կյանքը, քո գաստրոլները ասում այն ժամանակ, երբ որ ես Մախաչկալա բանի մեջ հարսնացիոն հյուսիսից հիշում ես։ Բայց պետք է գիտես ինձ շատ ազնիվ ասես։ Չկա այն միտքը, որ ամեն դեպքում ես ստեղից այսօր ուրիշ տեղում պետք է լինեի։ Դու երբ քո հետ ես, այդ միտքը չկա։ Չէ, որովհետև ես ինչպես որ նշեցի, շատ ռեալ մարդ եմ, շատ լավ եմ հասկանում, որ փոխվում է։ Սերունդները փոխվում են, ինչպես որ իմ ուսուցիչները հետո դարձան ուղղակի ուսուցիչ, հայտնի լինելուց հետո դարձան ուսուցիչ։ Հիմա էլ մեր ուսուցիչ լինելու ժամանակն է արդեն։ Գալիս է նոր սերունդ ու շատ բնական անցում է այս։ Բայց ես չեմ պատկերացնում, որ հիմա մենակ քո ուսուցիչ լինելու ժամանակն է։ Բայց ես պատրաստ եմ դրան։ Հա։ Նե, այդպես չի որ ասեմ, ոյ, չէ, ուզում եմ էլի, էսա ուզում եմ, այն ինչ որ ուզում էի, ունեցել եմ, անցել է, վայելել եմ, շատ նորմալ է։ Ու փառք Աստծո, որ հիմա ես էլի շատ սիրված, քո կարևոր տեղ ունեցող աշխատում եմ նորմալ, իր հունով, ինչպես որ պետքա լիներ։ Գիտես, մենք երևի 1-2 տարի առաջ հանդիպել ենք Շուտասայի հետ կապված, հետո լավ շփվեցինք։ Այդ օրը ես նորովի քեզ բացահայտեցի ու ես հասկացա այդ տեսակը քո, որ բացարձակ նես չի, որ վայ, ես երեք, այդ գիտես ինչի անում, որ մարդիկ կան, որ ունենում են պաշտոն, ինչո պիրուտ պաշտոն են ունենում, հետո ամբողջ կյանքի ընթացքում այնքան են մտքերով այնտեղ մնում, որ չեն կարողանում առաջ գնալ։ Դա շատ հոգեբանական, նուրբ ու բարդ ամեն մեկը չի կարող անցնել այդ։ Ու ես քո օրինակը որ տեսա, իմ համար այնքան հաճելի էր տեսնել այդ առողջ տեսակը, որ օքեյ, այսինքն դու, չգիտեմ, 15 տարի ինչքան նա տևել այդ քո տոպ վիճակը։ Չեմ կարող ասել։ Լավ, 15 մոտավոր։ Ու դու դրանից հետո բացարձակն ես չի, որ վայ առավոտյան արտանում ես, հիշում ես 10 ժամանակն է, այնքան ճիշտ ես հիմա առաջ գնում։ Երբեք չպետք է զղջաս որևէ բանի համար ու ապրես անցյալով։ Վայ, ախր դուք գիտեք ինձ հետ ինչ էր եղել, անընդհատ այդ ասել, դրանով ապրել, որ դու դժբախտ ես ինչ որ բաներում։ Չէ, նախ ես շատ երջանիկ կյանք եմ ունեցել, երանելի ճանապարհ եմ անցել ու բողոքել ինչ որ բանից ամոթ է նույնիսկ։ Հիմա էլ վայելում եմ մի ուրիշ էտապ։ Այդպես չի, որ ես ինչ որ բանից հետ եմ մնացել։ Չէ, ես ինքս եմ այդպես որոշել։ Ես հիմա վայելում եմ իմ երեխաների այդ անցումային շրջանը։ Պետք է հասկանանք իրանք ուր են գնում, մենք այդ իրանց տրամպլինն ենք հիմա այս պահին։ Ու զբաղվել մի ուրիշ բանով թողնել այս ամենակարևոր մասը հնարավոր չի, պետք է հիմա իրենց կողքին լինենք։ Ես հիմա Միացյալ Նահանգներում եւ այստեղ եմ միայն դրա համար, որ իմ երեխաների ապագան ճիշտ ուղու վրա դնեմ։ Հետո նորից էլի գիտես ինչ, յուրաքանչյուր արվեստագետ կամ վարպետ, ինչի մեջ որ ինքը շատ լավ է, յուրաքանչյուր ժամանակ, երբ որ ուզեց ինքը էլի կլինի վերև իր աշխատասիրության շնորհիվ եւ իր վարպետության շնորհիվ։ Ես երբ էլ ուզեմ, էլի
մի երկի փոխարեն 10 երկը կձայնագրեմ ու նորից կլինեմ նապլավու, ինչպես որ ասում են, այդտեղ ոչ մի վախենալու բան չկա։ Ուղղակի հիմա ես ինքս այդպես որոշել եմ, որ չկիսվեմ երկու տեղ էլի։ Անում եմ երգեր, ձայնագրություններ, տեսահոլովակներ, համերգներ, այսինքն ոչ բանով ետ չենք մնում որևէ մեկից։ Բայց հիմա ուրիշ երգիչների ժամանակն է լինել մեծ բեմերում, թող լինեն Բայց մենա համերգի միտք չկա մեծ։ Արել եմ, այդքան արել եմ, գիտես, այդ մեծ հոգնածություն է, մեծ աշխատանք է, չգիտեմ։ Եմ որ ասես քշեմ հետ գամ։ Քշեմ հետ գալը չէ։ Ես երբ որ համերգ եմ անում, կազմակերպում, ես ինքս եմ լինում դրա պրոդյուսերն ու մենեջերը։ Ուրիշները չեն լինում։ Դրա համար ավելի շատ հոգնում եմ դրանից։ Իսկ երբ որ ուրիշը անի, միևնույնն է, ես էլի պետք է իմանամ, հա, ոնց եղավ, գնացի, կարեցի։ Դժվար չեմ, պարտաճանա չեմ շատ։ Բայց ինչ որ առումով դա դժվարություն է ստեղծում։ Բա հենց դա է, երբ որ ուղարկում ես միտեղ, հետո չկա, մյուս օր ասում ես ինչ եղավ, վայ, մոռացա ասեմ, գնացի այնտեղ չէր։ Բայց ինչի՞ եմ այսօր իմանում։ Մի ժամ հետո պետք է իմանայի, որ այդ օրը ես այդ հարցը լուծեի, չէ։ Այս sense մանր բաներ, որ շատ դժվար է, էլի։ Իսկ դու քո կյանքի հիմա որ փուլում ես, եթե լինի օրինակ համերգ, որին պետք է մասնակցես, եւ երեխեքից ինչ որ մեկի միջոցառում, որին պետք է լինես, այ պետք է մեկը ընտրես, որ փուլում ես։ Վայ։ Մեր երեխեքի միջոցառումներին հիմնականում չեմ եղել, ճիշտն ասած, հա։ Եթե հիմա նորից այդ փուլը գար, այդ տարիները, չգիտեմ, կգնայր ավելի շատ։ Եղել եմ, բայց ոչ շատ, հա։ Չգիտեմ։ Իսկ երեխեքից ավելի շատ տղա դա բողոքել։ Հա, հիմա է բողոքում։ Հա։ Այն ժամանակ բան չէր ասում։ Հիմա է պարզվում, որ ինքը նեղվել է։ Ինչ հետաքրքիր է, որ երեխեքը մեզ թվում է մեր մի մասն են, ու քեզ մա պուջուրիա պետք է պատմի, բայց բաները չեն պատմում։ Հիմա է ասում, որ մի քիչ է եղել ուշադրությունը, բայց ինձ թվացել է, որ ես մաքսիմում եմ արել։ Իսկ դու կավոյի հետ ունեք բաժանում ծնող որպես ով ինչ դեր ունի իրենց կյանքում։ Չէ, երկուսս էլ նույն դերը ունենք։ Եթե զայրանում ենք։ Օ, ավուն էլ։ Հա, ավելի շատ։ Ավելի շատ։ Ինձ կթվար ինքը ավելի բարին է, դու ես ավելի։ Չէ։ Երեստալու առումով ինքը ավելի է երեստալիս, բայց զայրանալու ժամանակ միասին ենք։ Նույն ի վերջո ո՞րն է քո կյանքի ամենասիրելի երգը քո կատարմամբ։ Ոայ, չէ, դժվար։ Լավ, տոպ ասա, տոպ 3։ Խղճա դու ինձ։ Ռոմանս Գրիգորիչի երգը էս վերջին, որ ինձ համար գրեց։ Լսել ես։ Երբ որ երգում է իմ հոգին, մոտ եմ շատ, չես լսել։ Մոտ եմ երկնքին։ Երբ որ երգում է իմ հոգին, մոտ եմ տիեզերքին։ Բան սիրուն է։ Ինքը բալլադ է, ասած սիրուն։ Կա բանը։ Ես ավոն ու երեխեքն են կլիպի մեջ, չես տեսել։ Շատ սիրուն։ Անունը ինչ ենք գրում։ Երբ որ երգում է հոգիս, կարծեմ այդպես։ Սիրելիներս էս նայելուց հետո գնում ենք։ Հա։ Գտնում ենք երգը։ Եմ իհարկե շատ սիրում։ Գրիգորիչի երգերից էլ ինձ համար գրված դատարկությունն եմ շատ սիրում։ Այս վերջին երգն եմ շատ սիրում։ Շատ լավն է, շատ իրական է։ Այն սիրահարված աղջիկներս էլ են շատ լավ։ Չեմ կարող ասեմ շատ։ Ձյունը դե Ձյունը բոլորիս ձյունը։ Նույն շատ ես մտքերով լինում Գրիգորիչի հետ։ Միշտ, բայց միշտ ուրախ եմ։ Երբեք չեմ տխրում, երբ իրան հիշում եմ։ Իմ բոլոր ուրախ օրերը կապված են եղել իր հետ։ Դրա համար ես չեմ կարող տխրել, երբ որ իրան եմ հիշում։ Իսկ քո կյանքում որ ասում են role model, ովքեր են այդ մարդիկ, որ քեզ ուժ են տալիս քո համար օրինակ են։ Յուրաքանչյուր Դու քո role model-ն ես։ Չէ, յուրաքանչյուր բան արտիստ, հաջողված արտիստ։ Հա։ Հա։ Pink-ը, J.Lo-ն, Madonna-ն ժամանակին։ Տես Whitney Houston-ին շատ էի սիրում, բայց հիասթափվեցի, որովհետև ինքը թույլ մարդ գտնվեց։ Ուժեղ չգտնվեց դրա համար։ Այդքան տաղանդ լինելով կարելի էր այդպես կործանման գնալ։ Պուգաչովան, ինչպես որ նշեցի։ Քեզ համար շատ կարևոր է որ ուժեղ լինի, չէ՞։ Հա, ուժեղ ու բան, նպատակասլաց, աշխատող, մտածող, չդավաճանես ինքդ քեզ, սկզբունքներիդ, ալիքի հետ չգնաս էլի։ Հիմա այս երկես, հետո նա երկես, հետո սա է պետք, սա երկես, այդպես չլինի, որովհետև կկորցնես քեզ։
ալիքի հետ գնալ ասացիր, ձեր ասպարեզում հաճախ է լինում, որ մարդ նաև ավելի կոնֆորմիստ է փորձում լինել, հա, իր մտքերում, խոսքում եւ այլն։ Դու եզակիներից ես, որ ունես տեսակետ, պահել ես տեսակետը եւ ոչ թե 3-4 հոգու մեջ, այլ դու եթե մտածում ես մի բան, դու դա բարձրաձայնում ես։ Դա այդքան դժվար է, Չէ, որ եզակիներից ես դու։ չէ, ես կամ են, ինչ կամ, ես հավատարիմ եմ։ Ինչի է հիմնականում, ինչու այդպես չեն, հիմնականում հայտնի մարդիկ, հանրային մարդիկ փորձում են լինել ավելի զգույշ, փորձում են լռել։ Տես, երբ ինչ որ ֆաբրիկա է կամ ինչ որ հիմնար կա, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ։ Եթե պիտի գործը կորցնի, որովհետև ինքը իր կարծիքը պիտի ասի, 90%-ը կմտածեն, ասեն թե չասեն, որովհետև ընտանիք են պահում, պետքա գործը կորցնեն, չէ։ Շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք թքած ունենան այդ գործի վրա ու կասեն իրենց կարծիքը, գնան ուրիշ տեղ կաշխատեն։ Նույն բանն է։ Այսինքն բոլոր ոլորտներում է այդպես։ Բոլոր ոլորտներում, բնական է։ Իսկ դու միշտ ես Բայց ես չեմ էլ մեղադրում են մյուսներին, որ ովքեր որ լռում են, որովհետև մարդը մտածում է, որ պետքա իր ընտանիքը պահի, լավ, ասենք թե ասեց, հետո դրանից ինչ օգուտ։ Դու այդպես չես մտածում։ Ես այդպես չեմ մտածում, որովհետև ես չեմ կարող իմ ընկերոջը դավաճանել, իմ հարազատին դավաճանել, ճշմարտությունը չասել։ Չգիտեմ, ես չեմ կարող։ Միշտ ես այդպեսին է եղել տենց ուղղամ։ Չէ, փոքր ժամանակ շատ քաշված եմ եղել, շատ վախկոտ եմ եղել, շատ այսպես համարցակ չեմ եղել փոքր ժամանակ։ Բայց հետո կամաց կոփվել եմ, մենակ մնալուց եմ շատ բան հասկացել։ Ես 2 տարի մենակ եմ ապրել, այդ որ գնացել էի Սիրիա աշխատելու։ Շատ երկար ժամանակ ունեի մտածելու, ամբողջ օրը մենակ էի ես։ Անդադ մտածում, գցում, բռնում, տեսնում էի հարաբերություններ, օտարներ, մարդիկ, ով ոնց է բիզնես, մտնում էի արաբական շուկա, տեսնում էի այդ առևտուրը ոնց է համոզում դիմացինին, որ այդ ապրանքը առնի։ Նստում նայում էի։ Լավ է լինում։ Լուրջ եմ ասում։ Երկար նայում էի, թե այդ երեխեքը, որ վազվզում են դպրոց չեն գնում, այդ իրանց այդ Մուրացկան։ փոքր, չէ, իրանց երեխեքը հենց այդ աշխատողի ուստաների երեխեքը, ոնց էր մեր ժամանակին, հին ժամանակները։ Չայ են տանում, կոֆե են տանում, վազում են էսը, ասում եմ, ես չեն աշխատում երեխեք, դպրոց չեն գնում, ասում էին, չէ, պետք չի գնան, ինքը իմ պիտի գա իմ տեղը աշխատի, իրան պետք չի ուսում, ինքը սա պիտի սովորի։ Ինքը պիտի սովորի, տեսնի ես ոնց եմ ծախում ոսկին, որ ինքն էլ գա ծախի ես ոսկին։ Շատի նստում նայում էի այդ անցուդարձին, ոնց են մտնում հաճախորդները, իրանք ոնց են այս հաճախորդի հետ վարվում, ոնց այսինքն պսիխոլոգիա լրիվ ուսումնասիրում էի բա։ Ու այդպես կամաց ես էլ արդեն մտածում էի, ես ինչ պիտի երգեմ բաղը։ Երգում էի անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, արաբերեն, ամեն ինչ բացի հայերենից, որովհետև ես այնտեղ եվրոպացի երգչուհի էի։ Ու սկսեցի այդ կոմերցիան հասկանալ։ Ինչ երգես, որ ուտող մարդուն համոզես, որ քեզ նայի։ Ինչ հետաքրքիր է։ Շատ երկար էր այդ ամեն ինչը։ Հետո հարաբերություններս այդ հյուրանոցի վճարողների հետ, ովքեր որ ինձ պիտի վճարեին։ Ես մենակ էի, մարդ չկար, կամաց իմ գումարը ես բարձրացնում էի, բայց ոնց։ Ոչ թե համոզելով, այլ ապացուցելով, որ ես լավն եմ, ու ինքը պիտի ինձ շատ վճարի։ Սկզբում ստանում էի $20 օրական։ Օրը։ Հետո դարձավ 40, հետո դարձավ 60, հետո դարձավ 80, հետո 100։ Դու լրիվ մենակ։ Երկրորդ տարին ես օրը $100 էի աշխատում այնտեղ, երբ որ այստեղ 94 թիվներ, Չէ, դա ահռելի թվեր էին։ 95, այո։ Ինչ էիր անում գումարը։ Ոչ մի բան ուղարկում էի Երևան, տուն մի 2 տուն առա, մեքենան առա, այս առա, այն առա, մի խոսքով եւ ընտանիքս ապահովել է եւ այլն, տան մեջի կահույքը, էլեկտրոնիկա բան այնտեղից, այն ժամանակ ստեղ բան չկար, շատ լրիվ այնտեղից ֆուրերով եկան։ Իսկ ես այնտեղ, քանի որ 5 աստղ հյուրանոցում ամեն ինչը ձրի էր, ուտել, մնալ եւ այլն, ես ծախս չունեի։ Եվ ոսկի էի առնում։ Ինչպես որ այնտեղ ես սովորեցի, որ պետքա ունենաս միշտ պահած ոսկի։ Մանավանդ հետո վերջին տարիներին ինչքան թանկացավ ոսկին։ Ճիշտ ներդրում էր։ Նույն, արի խմենք կոկենացը, որպես
այս բան ուզում եմ խմել որպես շատ սթափ ու աշխատասեր։ Մերսի շատ։ Որովհետև այն նույնը Եսայանը, որը դու կաս, դա վերջ։ Դա մեր պատմության մեջ է, շատ կան նոր երգչուհիներ, երգիչներ ու քանակապես էլ ավելի շատ են, չէ՞, հիմա երևի ժամանակներից է, էլի, շատ են, բայց նույնը Եսայան վերջ, դու ես ու վերջ։ Այդ մի բան է, որ դու ունես, այդ չգիտեմ ինչ է, այդ հաղթանակը, մրցանակը, որը քոնն է։ Ես ուրախ եմ, որ իմ կայուն տեղը ունեմ մեր արվեստում, մեր երգարվեստում եւ փորձելու եմ չդավաճանել, ինչպես ասեցի սկզբունքներից, մնալ նույնը, ոչինչ չի փոխվի, ես կերքեմ, համերգներ կլինեն, Աստծո կամքով իհարկե, առողջ կարևորը առողջ լինենք եւ քիչ ներվայնանանք, մեզ շատ չներվայնացնեն։ Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել ու ասել, որ դու էլ շատ յուրահատուկ մարդ ես ու շատ սիրուն գործ ես անում, շատ եւ ես չգիտեմ դու հանգստանում ես օրվա մեջ թե չէ այդ քո տարբեր ինչ որ գործունեությունը շատ գովելի է ու հաճելի ասեմ քեզ որ անդադ երբ միացնում ես Instagram-ը ինչ որտեղ դու կաս կամ հաղորդաշարը կամ այն գեղեցիկ հարցերը շուտասաները չէ, խորհուրդները որ դու տալիս ես մարդկանց։ Այո։ Շատ լավ էջա, շատ։ Շնորհակալ եմ շատ Նուն ջան, ու ես ուզում եմ խմենք տակարի կանգունով, որը շատ համով է, համ համն է լավը, համ ետն է, համ բույրը։ Այդպես այսօր խոսում ենք պարֆյումի մասին։ Գինիների դեպքում էլ ինչքան կարևոր է բույրը, մրգային, ծաղկային, ինչ որ չափով ոցանելիք է, էլի։ Միևնույն զգացվում է, որ մեր հայկական է, չէ, մեր կանգունն է։ Եվ ուզում եմ ավելացնել, որ բացի որ դու վայ Նունե Եսայանն ես, ինչն եմ քո մեջ շատ սիրում։ Դու ուժեղ, կարքին, հայրենասեր, նորմալ մարդ ես, որովհետև հաջողությունը հրաշք մի բան է, բայց հաջողությունը, եթե չլինես ուժեղ ու խելացի, այնքան կարող է ավելի վատը լինել, քան նորմալը։ Իսկ դու այնքան լավն ես մնացել, այնքան նորմալ ես մնացել, աշխատասեր եւ այլն, որ հրաշալի օրինակ ես։ Տան կին, տան մամա, ուժեղ հայ մարդ տեսակի։ Մերսի։ Շատ ուրախ եմ Նուն ջան։ Հետևում ենք քո գործունեությանը։ Անիում կհանդիպենք ու հուսով եմ ավելի շատ կլինեն հանդիպումները, թե էկրանների վրա, թե էկրաններից դուրս։ Սիրով։ Աստված մեզ հետ։